Տիկինը գործի էր գնում, կան թոշակառուներ, որ համեցեք։ Չէ, ասեք, կներեք, ասեք։ Քանի դատվածություն ունի։ Ինձ հետ այեղ է, որտե՞ղ։ Կոշում։ Դե հիմա դա գիտեք սուբյեկտիվ բան է, ինքը պետք է շփվում է, շփման արդյունքում տպավորություն թողում չէ, ինքը պետք է դրա վրա աշխատի, որ այնպիսի տպավորություն թողնի, որ արժի իրան ընդունել։ Դե դա էդ եմ ասում էլի մի քիչ սուբյեկտիվ է, պետք է ինքը իր վրա աշխատի, որ ընդունեն աշխատանքի։ Ինքը իր վրա պետք է աշխատի, մտածի ինչի իրան աշխատանքի չեն ընդունում։ Դատվածությունը չի կարևոր, սկսած շարժու ձևից, խոսալու ձևից, շփվելու ձևերից եւ այլն, պետք է ինքը իր վրա աշխատի։ Հետո բա որ ասում ենք կրթությունն է, եթե պետք է ինքը իր վրա աշխատի։ Որտեւ խնդիրը ամենաբարդը աշխատանքի ընդունվելը չէ, ամենաբարդը այդ աշխատատեղում մնալն է, որ մարդկան Ինչ? Ինչի? Դե պետք է այնպես տպավորություն թողնի։ Տպավորությունը շատ լավ է, աբսոլյուտ, բայց դրա համար ինչ պահակի գործ է ուզում ինքը։ Հա, դեպուս պահակի։ Հիմա ցավոք չեմ կարող ես այլ խոստում տալ, որովհետև ընտրական օրենսգիրքը սահմանափակում է տենց խոստումներ տալ, հետագայում եթե առիթ կլինի, էլի կհանդիպենք, իջնում ենք, մի հատ քարտեզ տիկնոջը նվիրել, մյուս տիկնոջը, հաջողություն ձեզ, բարյա ձեզ նվիրել, լավ որ ձեզ, գնացի եղբայր, կներեք չհասցրինք շփվենք, առողջություն ձեզ, Բարև, ոնց ես։